Հանուն Հոր և Որդվո և Ոգվույն Սրբո ամեն։ Սիրելի քույրեր և եղբայրներ, երբ կմտածեի, թե արդյոք ինչի մասին կարելի է խորհրդածել այսօր բայցողության սահանքրվանին, միտքս եկավ իրականությունը, որ կգարձեմ, որ մեր բոլորի կյանքեն կբացակայի շատ անգամ։ Սուտ խոսած չեմ ըլլար, եթե ասեմ, որ մեր ամենամեծ սնանկությունը աշխարհի վրա, մարդոց սնանկությունը, գիտեք ինչ է, լռությունը։ Միշտ ցայն կա, միշտ աղմուկ կա, միշտ խոսող կա, միշտ գարձիկ արտահայտող կա, բայց լռող չկա։ Հոգևոր կյանքին մեջ այս մեկը իր հետևանքներ ունի։ Նայեցեք այստեղ երրորդ թագավորաց գրքին մեջ Եղիա մարգարեին հետ շատ հետաքրքրական դեպք մը կկատարվի։ Այսպես սկսեք գիրքը. Դերը անոր ըսավ. Ելիր ու լերը դիրոջ արջև գայնե։ Ահա դերը գանցներ ու դերոջ արջև են լերները կագող ու աբարաժները գոտորող մեծ ու սաստիկ հով մը ելավ։ Բայց դերը այն հովին մեջ չէր։ Հովին ետևեն երկրաշարժ եղավ, բայց դերը երկրաշարժին մեջ չէր։ Երկրաշարժին ետևեն գրակ եղավ, բայց դերը գրագին մեջ չէր։ Գրագին ետևեն մեղ ու փառակ ցայն մը գլսվեր։ Ու Եղիա զանիգա լսածին պես իր վերարգույով երեսը ծածկեց ու ելավ քարայրին փերանը գայնեցավ։ Ահա անոր ցայնը եկավ ու ըսավ. Ով Եղիա, հոս ինչ բան ունիս։ Անիգա ասավ. զորքերու դեր Աստուծույն համար մեծ նախանցավորություն ունեցա, քանզի Իսրայելի որդիները քու ուխտդ թողուցին, քու սեղաններդ փլցուցին ու քու մարգարեներդ որով մերցուցին ու միայն ես մնացել եմ եւ իմ անցսալ կփնտրեն, որբեսի զանիգա վերցնեն։ Նայեցեք այստեղ սիրելի քույրերս եւ եղբայրներս։ Եղիա գբարձրանան լեր Աստուծոքով, զաստված դեսնելու։ Եվ այստեղ հավասիկ գիրքը նայեցեք ինչ գեղեցիկ կերպով գբատկեր է, որ ամբը գուքա, հովը գուքա, երկրաշարժը գուքա, գրագը գուքա, բայց անոնց մեջ Աստված չկա։ Հինգ դագարանի հասկացողությամբ եւ անշուշտ անոնք, որոնք Bible Studies ներկա գլան, լավ գիտեն, որ լերան վրա ամբի ներկայությունը կնշանակե եւ կխորհրդանշի Աստծո անմիջական ներկայությունը։ Բայց ահավասիկ բարակամը գլա մեր թիմած, երբ Եղիա գսպասե, որ ամբի մեջ են Աստված խոսի, Աստված չկա։ Անգեհետո ուրիշ զորավոր թեպք մը կգադարվի, երկրաշարժ գլա, Եղիան գսե, ահավասիկ հիմա դիրոջ սայնը պիտի լսեմ, բայց նորեն չի լսեր։ Անգեհետո գրակը գուքա, գսե, որ ահավասիկ հիմա դերը պիտի հետս խոսի, բայց նորեն ցայն չկա։ Բայց հանգարց մեր ցայն մը գլսվի այս բոլորեն հետո, եւ այդ մեր ցայնին ընդմեջ են դերը խոսի։
այս մեկը մեզի մտածել կուտա սիրելիներ, որ Աստված միմիայն բարձրացային չի խոսիլ մեզի հետ։ Անթրփնութենական եղելություններով, երկրաշարժներով, գրագներով չի խոսիլ մեզի հետ միայն, այլ շատ անգամ եւ թերևս շատ ավելի քան մյուսը Աստված կխոսի մեզի լռության ընդմեջեն։ Բայց կարևոր է ադոր համար լռել գիտնալ։ Այսօրվան դեղեցություններով լեցուն ինֆորմեյշնի աշխարհին մեջ ամեն դեղեն ցայն կա։ Հերադեսիլին վրա մնայուն ցայն։ Մեր մոբայլին վրա մնայուն ցայն։ Շրջանագի մեջ մնայուն աղմուկ, կյանքի մեջ մնայուն աղմուկ։ Ինչպես ասի ամեն մարդ ասելիք ունի։ Ամեն մարդ բարդավորություն կսեբե իր գարձիկը հայտնելու։ Ամեն փոքր ու մեծ բանին մասին խոսելու։ Սա հոգևոր կյանքի մեջ սակայն այնպես մը գթարգմանվի սիրելիներ, որ մենք այլևս այդ աղմուկահար դաղդուկով լեցուն աշխարհին մեջ այլևս չենք լսեր Աստուծո ցայնը։ Եղիայինպես պետք է լուր մնանք։ Դիտենք, տեսնենք եւ երբ որ համբերենք լրության մեջ մերմ ցայն մբիդի կա։ Եվ այդ մերմ ցայնին ընդմեջ են Աստված իր խոսքը պիտի փոխանցե մեզի։ Բայց քավ լիցի որ մենք լրությունը սիրենք։ Գիտեք ինչու, որովհետև լրության մեջ մեր իրականությունը մեջտեղ կա։ Լրության մեջ մարդը կսկսի մտածել։ Նայեցեք, նույնիսկ եկեղեցու մեջ լրություն չկա։ Միշտ հեռացայինները պիտի աղմուկ անեն։ 1000 անգամ լսենք այս հեռացայինները մարեցեք, մարող չկա, լսող չկա։ Կսիրենք մենք դաղդուկը եւ աղմուկը, որովհետեւ լռության մեջ մեր դգարությունները մեջտեղ կան։ Լռության մեջ կսկսենք մտածել։ Այդ մտածումի մեջ մեր մերելական գացությունը մեջտեղ կա, մեր մեղավոր գացությունը մեր աչքին առջև կա։ Գվախնանք լռութենեն, գսարսափինք լռութենեն։ Բայց լռությունը միակ միջոցն է սիրելիներ Աստված ճանաչողության, որովհետև լռությունը միակ միջոցն է ինքնաճանաչողության։ Եթե դու պիտի չթատրիս դաղդուկեն, աղմուկեն, ըսելիքներեն եւ չգետրոնանաս քու անցիդ վրա եւ չնայես թե դու ինչ դգարություններ ունիս, ինչպես գաբրիս քու կյանքդ, ինչպես կվերապերիս մարդկանց հետ, ինչպես կաշխատիս դու եւ չփորձես այդ փաստողումները սրբակրել, բարելավել, դու քու անցդ պիտի չճանաչես եւ պիտի ըստ այնմ նաեւ պիտի չգարենաս հասկանալ թե Աստված ինչ կուզե, պիտի չլսես Աստուծո ցայնը, որ գխոսի, բայց իր ցայնը մարած է, անլսելի է մեր ագանչներում, մեր կյանքին մեջ եղած բոլոր աղմուկներուն եւ դաղդուկներուն պատճառով։ Նայեցեք Սաղմոսը ինչ կսե։ Եթե գտնեմ անշուշտ։ Քառասուն վեցերորդ Սաղմոսին մեջ լավ, հիմա թիմացս չելեր, գսե հանդարտ գեցիր, լուր գեցիր, բիստել գսե անգլերենով եւ դերը ջանցիր։ Հետաքրքրական է, որ նայեցեք նախ ինչ կսե։
հանդարտ գեցիր, լուր գեցիր և դերը ջանցիր։ Որովհետև սիրելիներ, եթե մենք լուր չգենանք, Տիրոջ ցայնը մեզի լսելի չի դառնար, և ընդհակառակն կյանքի աղմուկները, կյանքի մտահոգությունները, կյանքի փորձանքները իրենք գխոսին մնայուն գերբով և իրենք գարաչնորթեն մեզ։ Բայց մենք լավ գիտենք, որ ոչ մարդիկ, որքան ալ ուսանած լան, որքան ալ կարևոր լան, որքան ալ թիրքերու բաշտոններու դերերը լան, ոչ ալ կյանքի պայմանները, ոչ ալ կյանքը կարողությունը ունին մեզի առաջնորդելու դեպի խաղաղություն, դեպի գլխակիր ճշմարտություն։ Միայն Աստված այդ կարողությունը ունի, և այս Աստված պատրաստ է և իր սերքը կերկար է մեզի և գխոսի մեզի հետ, միայն պակաս է մեզի կամեցողությունը լուր մնալու քիչվը։ Լուր մնալ սակայն չի նշանակեր առանց աղմուկի ըլլալ միայն։ Կնշանակե գետրոնացում ունենալ։ Գետրոնացում կյանքի առաջնահերթության վրա։ Եվ մեզի քրիստոնյաներուս համար կյանքի առաջնահերթությունը շատ հստակ է։ Ոչ տրամն է, ոչ փառքն է, ոչ բադիվն է, այլ միայն Աստված ինք է։ Ուստի այսօր առավել քան երբևէ, սիրելիներ, երբ ամեն տեղ ինչպես ասինք, աղմուկով լեցուն է։ Մենք առավել ևս բարդականություն ունենք լռության մեջ ըլլալու, որովհետեւ Աստված գարեն այդ լռության ընդմեջեն պատկամելու մեր միջոցով, թե մեզի և թե մեր շրջանակի։ Ամենեն մեծ վանականներեն մեկը, անապատական, Արսենիոս անունով, մեկը ուքա իրեն գսե, ով վանական, պիտի խնդրեմ, որ ինձի ասես խոսքմը իմ փրկությանս համար, խրադե ինձի, իմ փրկությանս առնչությամբ։ Եվ Արսենիոս անապատականը չի խոսիր։ Գանցնի վարգյամը, գանցնի երկու, գանցնի երեք, թիմացին անգամ ևս կխոսի, գսե, ով հայր Արսենիոս, ինչու բան չես ասեր, հարցում հարցուցի քեզի, եւ ասի, որ ինձի խոսիր, խրադե իմ փրկությանս մասին։ Այլևս վանականը բարդավոր էր խոսիլ, եւ գսե, եթե ես խոսիմ, իմ ցայնս պիտի լսես, եթե լռեմ, Աստծո ցայնը պիտի լսես։ Բայց դժբախտաբար այդ անձը պատրաստ չէր այդ լռության մեջ ըլլալու։ Ուստի մենք բոլորս սիրելիներ կգարձեմ, որ այս բայցողության այս ժամանակահատվածին մենք կգարձեմ, որ գիտակցությունը եւ պատրաստակամությունը ունենանք քիչ խոսելու, քիչ կարծիք հայտնելու, թե մարդկանց առնչությամբ, թե մեր առնչությամբ, թե կյանքին առնչությամբ, պայմաններու առնչությամբ, գետրոնանալու, լավ գերևի կործնական պիտի ըլլա, եթե օրական բայեցողության այս ժամանակահատվածին 15 վարգյան, հիմա վարգյանի և ռոբեյալ հարցեր կան, 15 մինիտ լուր մնալու։ 15 օրվա ընթացքին։ Պետք է յուրաքանչյուրս 15 վարգյանը գտնենք եւ ասենք, որ ես այս 15 վարգյանը հեռացայինս պիտի մարեմ, հեռադեսիլը պիտի մարեմ, լապտոպս պիտի կոծեմ, մեկումը հետ պիտի չխոսիմ, պիտի անցնիմ սենյակս, պիտի առանցնանամ երևի եկեղեցվո մեջ, պիտի առանցնանամ բարդեզիմը մեջ, բայց պիտի չխոսիմ։ Եվ չխոսելովս անշուշտ,
Ոչ թե երկինք պիտի թիդեմ, այլ պիտի գետրոնանամ Աստծո ճշմարտություններուն վրա։ Հոն պիտի ասեմ այդ լռության մեջ իմ սրտիս եւ իմ հոգիս մեջ դեր խոսիր քու ծառատ գլսե քու ծառատ գլսե որովհետեւ շատ անգամ չենք լսել արից չենք տար Աստծո որ մեզի խոսի եկեղեցի գուքանք մնայուն գերբով այդ երկխոսության մեջն ենք գխոսինք, գառնենք, գուդանք, բայց եւ այնպես կգարձեմ, որ նույնքան օգտակար պիտի ըլլա, եթե մենք լռենք, կետրոնանանք, առանցնանանք եւ մեր սրտին մեջ դիրոջը ասենք դեր, քու ծառատ պատրաստ է լսելու։ Վստահ եղեք, որ երբ որ ասիգա դիսցիպլինի կվերածենք ամենօրյա դրությամբ, 15 վայրկյան անպայման այս արիթը դալու մեզի, վստահ եղեք, երբ որ մեր սիրտը եւ մեր հոգին գետրոնացած է Տիրոջ վրա, դերը պիտի խոսի մեզի, դերը պիտի առաջնորդե մեզ, պիտի խրադե մեզ, արից տանք Աստծո ուսի սիրելիներ, լռության մեջ, որբեսի դերը այդ լռության մեջ են, բարձրաղաղակ խոսի եւ պատկամ է մեզի։ Թող Տիրոջ օրհնությունը միշտ անբագասը լա ձեր բոլորի կյանքեն։ Տիրոջ ներկայությունը, օրհնությունները, շնորհքները միշտ առադապես անսրևի պես թափին ձեր բոլորի վրա։ Այնպես որ երբեք որբ չզգանք որպես քրիստոնյաներ։ Եվ մեր հայրը երկնային մնայուն գերբով իր սիրով առադապես հեղե մեր կյանքը, իր ողորմածությամբ բարուր է մեր կյանքը, իր խաղաղությամբ լեցնե մեր կյանքը, իր ցայնը առաջնահերթություն դառնա մեր կյանքի մեջ, եւ այդպիսով է որ մենք կդառնանք ճշմարիտ զավակները եւ ճշմարիտ ժողովուրդը մեր Տիրոջ Աստծուին, որուն միայն գվայել է փառքը, իշխանությունն ու բադիվը, այժմ եւ միշտ եւ ավիտյան Սավիդենից։ Ամեն։